Այո, որոշակիորեն մին քանի րոպե նախաբանով հանդես կգամ, որոշակի փաստական տվյալներ ձեզ կներկայացնեմ, որից հետո կանցնենք հարց պատասխանի ռեժիմ։ Հարգելի բարեկամներ, սիրելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք զանգվածային լրատվական միջոցների հարգելի ներկայացուցիչներ, խորին շնորհակալություն հայտնել ձեզ մեր հրավերին արձագանքելու եւ այսօրվա հանդիպմանը մասնակցելու համար։ Վստահ եմ բոլորդ քաջատեղյակ եք, այսօր լրանում է 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողների ողբերգական մահվան 3-րդ տարելիցը։ Եվս մեկ անգամ առաջարկում եմ մեր խոնարհումը բերենք եւ խոնարհումը բերենք նրանց լուսավոր հիշատակի առաջ եւ 1 րոպե լրությամբ հարգենք բոլոր զոհված զինծառայողների եւ նշված 15 զինծառայողների լուսավոր հիշատակը։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, մամուլի ասուլիս հրավիրելու շարժառիթը պայմանավորված է սույն ողբերգական դեպքի առթիվ նախորդող 3 տարիների զարգացումների վերաբերյալ ձեզ որոշակիորեն հանրագումարի բերված տեղեկությունները ներկայացնելու, ինչպես նաև ծնողների դիրքորոշումը, ինչպես նաև քրեական վարույթի ներկա ընթացքի մասին ամփոփելը եւ յուրովի հաշվետվություն ներկայացնելը ինչպես ձեզ, այնպես էլ մեր հանրությանը։ Կարծում եմ ծնողների դիրքորոշումը եւ ընդհանրապես դժոխք կողմի դիրքորոշումը պարբերաբար ընթացող դատավարության ընթացքում ես հնարավորություն ունեցել եմ ներկայացնել, ինչպես նաև ծնողներից ոմանք կարողացել են տարբեր առիթներով ներկայացնել իրենց դիրքորոշումները եւ հիմա մի քանի փաստական տվյալներ ձեզ կներկայացնեմ եւ որոշակի նկատառումներ։ Սիրելի բարեկամներ, առաջին հերթին ցանկանում եմ տեղեկացնել հետեւյալը, որ ըստ էության 2025 թվականի ընթացքում իրականացված դատականիստերի արդյունքում գրեթե բոլոր 19 տուժողները հարցաքննվեցին եւ հարցաքննվեցին դատակոչված բոլոր վկաները։ Մենք ըստ էության այս փուլում ավարտել ենք տուժողների եւ վկաների հարցաքննությունը։ Հարցաքննվել է նաեւ համալիր փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարը, որի դիրքորոշումների մասին առավել մանրամասն քիչ անց կանդրադառնանք։ Հարգելի բարեկամներ, մենք նախատեսում ենք համապատասխան փուլում միջնորդություն ներկայացնել դատարանին դատակոչելու եւ հարցաքննելու սույն քրեական վարույթի ընթացքում դատաբժշկական փորձաքննություն իրականացած փորձագետներին, որոնց կարծիքները կարծում եմ որոշակիորեն էական ու առանցքային կարող է լինել սույն գործի համար։ Սույն թվականի հունվարի 23-ին տարածվեն մի քանի օր անց Գեղարքունիքի մարզի առաջին ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում տեղի ունենալու հերթական դատական նիստը, որի ընթացքում ուրեմն հետազոտվելու են իրեղեն ապացույցները, մասնավորապես այդ այրված ինքնաձիգերը, վառարանը եւ այլ ուրեմն իրեղեն ապացույցներ, որից հետո ըստ էության մենք հաջորդ դատական նիստից սկսած, այսինքն սույն թվականի փետրվարի 6-ից նշանակված դատական նիստից սկսած, մենք անցնելու ենք մեղադրյալների հարցաքննության փուլին։ Դուք գիտեք, որ այս քրեական վարույթով ներգրավված են թվով 5 մեղադրյալներ, Զորամասի հրամանատարի տեղակալը թիկունքի գծով, Զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը, Զորամասի ինժեներական ծառայության պետը, նշված ինժեներասակրավորային վարչի հրամանատարը եւ բոլորիդ հայտնի Եղիշե Հակոբյանը։ Դուք գիտեք, հարգելի բարեկամներ, որ այս ողբերգական գործի շրջանակներում անցած տարի օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզի առաջին ընդհանուր իրավասության դատարանի առանձին վարույթում քննվող քրեական վարույթով ողջ մնացած զինծառայողներից Ռաձիկ Մաթեոսյանը մեղավոր ճանաչվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով եւ ազատազրկվեց 3 տարի ժամկետով։ Այդ քրեական վարույթով իմ ունեցած տեղեկություններով դատալեքս տեղեկատվական համակարգից վերցված տեղեկություններով գործի վարույթը ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում եւ դեռևս
չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։ Ես ցանկանում եմ ձեզ նաև այս գործի առանձնացված մասի վերաբերյալ որոշակի տվյալներ հաղորդել։ Դուք գիտեք, որ արդեն 2 տարի, երբ հիմնական մայր գործը անջատվեց եւ ուղարկվեց դատարան, կա քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում դեռևս քննվող քրեական վարույթ, որի վերջը չի երևում, եւ ես նաև աշխատանքի բերումով տարբեր գործերով նշված վարչությունում գտնվելու ընթացքում 1-2 անգամ հպանցիկ նաև հետաքրքրվել եմ քննիչից, թե որ փուլում է եւ ինչ վերջաբան է ակնկալվում այդ քրեական վարույթի հետագա ընթացքից եւ ինչ կարող են ծնողները ակնկալել։ Մենք մշտապես ստացել ենք անորոշ եւ որևէ ոչինչ չասող պատասխաններ եւ անցած տարի այսօրն էլ հերթական մամուլի ասուլիսի ժամանակ ես ընդգծեցի, որ որպես մարդ եւ որպես քննիչ որևէ ուրեմն ակնկալիք սպասելիք չունեմ այդ անջատված մասով, որովհետեւ 2 տարին կարծում եմ բավարար ժամանակ էր, որ այդ վարույթ իրականացնող մարմինը իրականացներ անհրաժեշտ անհետաձգելի պատճառաբանված հիմնավորված եւ տրամաբանական ապացուցողական եւ վարույթային գործողություններ եւ կարողանար որևէ ուրեմն հանրությանը կամ քրեական վարույթին վերաբերող նորմալ տրամաբանական տեղեկություններ հայտնել։ Սիրելի բարեկամներ, ես ցանկանում եմ ձեզ նաև այսօր հատկապես ընդգծել, որ մեղադրյալների հարցաքննության ավարտից հետո մենք որպես տուժող կողմ համապատասխան փուլում ապացույցների ծավալը լրացնելու համապատասխան փուլում մենք միշտորություն ենք ներկայացնելու դատարանին իրականացնելու կրկնակի քննչական փորձարարություն։ Դուք գիտեք, որ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները դա հնարավորություն է տալիս, իսկ դա նշանակում է քննչական փորձարարության իրականացումը հնարավորինս վերականգնել ապացուցման ենթակա իրողությունները, դեպքը, հանգամանքները։ Ես ինչու եմ դրա վրա ձեր ուշադրությունը սևեռում, որովհետև դատական նիստերի ընթացքում մասնագետների ին կողմից տրված հարցերին ի պատասխան եւ փորձագիտական խմբի ղեկավարը եւ հրշեջները եւ համապատասխան այլ անձինք որոշակիորեն ովքեր մասնագիտացված են այդ ուղղությամբ ոչ միայն չեն բացառել, այլ գործնականում եւ տեսականորեն հնարավոր են համարել քննչական փորձարարության իրականացումը հնարավորինս դեպքի վերականգնումը կտեսնենք, մենք ամենայն դեպս այդ միշտորությունը կներկայացնենք եւ կտեսնենք, թե ինչպիսի որոշում կկայացնի դատարանը։ Այդ միշտորությունը բավարարելու դեպքում ես կարծում եմ դա բավականին կարող է հետագայում իրական նշանակություն ունենալ սույն գործի իրական պատկերը ամենայն դեպս ծնողների համար, հանրության համար պարզ դարձնելու համար։ Դուք գիտեք, ես անցած տարի մի քանի անգամ ընդգծել եմ, որ համապատասխան փուլում մենք միշտորություն ենք ներկայացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին նույնպես դատակոչելու եւ հարցաքննելու համար։ Ես պատական չեմ ասում այս հանգամանքը, որովհետեւ տառացիորեն 2 օր առաջ ես գիտակցաբար նորից ուսումնասիրել եմ եւ նայել եմ 2023 թվականի հունվարի 19-ին կառավարության նիստի ամբողջ ընթացքը եւ վարչապետ Փաշինյանի դիտարկումները եւ պաշտպանության նախարարի եւ նրանց զեկույցները եւ այդ կառավարության նիստում այլ անձանց կողմից տրված տեղեկությունները եւ կարծում եմ կառավարության նիստի ընթացքում այդ հայտարարությունները, նրանց զեկույցները, նրանց ստացած զեկույցները, նրանց կողմից տրված հրահանգներն ու հանձնարարականները կարող են որոշակի եւ էական նշանակություն ունենալ այս գործի վերջնական հանրության կողմից դիրքորոշման եւ ճշմարտության բացահայտման տեսանկյունից ձևավորման համար։ Սիրելի բարեկամներ, եւ 2 ուշագրավ հանգամանքի մասին եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ Դուք կհիշեք, որ անցած տարի մամուլը հրապարակեց եւ մենք ինքներս էլ որոշակի տեղեկություններ հաղորդեցինք, որ քրեական գործով իրականացող դատական նիստերից մեկի ժամանակ հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանը ցանկություն էր հայտնել կոնֆիդենցիալ հանդիպում ունենալ ինձ հետ եւ ես այդ հանդիպումը տեղի ունեցել անցած տարի հունվարի 29-ին շուրջ 2.5 ժամանոց կոնֆիդենցիալ հանդիպում է եղել, փառք Աստծո, որ այդ հանդիպումը եղել է նաեւ իր պաշտպանի ներկայությամբ եւ 2.5 ժամվա ընթացքում Եղիշե Հակոբյանը ոչ միայն ինձ եւ իր պաշտպանին հայտնել է որոշակի տեղեկություններ, այլ նաեւ ես ցանկանում եմ ձեզ ուշադրությունը հրավիրել շուտ սա իր ձեռագիրով
մոտ 7-8 էջանի այսպիսի գրառումներ են գործի հանգամանքների մասին։ Ես ինչու եմ այս ամեն ինչը ասում, այս գործի հանգամանքների մասին որոշակի իմ կարծիքով հետաքրքրություն ուշագրավ տեղեկություններ հաղորդել է Եղիշե Հակոբյանը, եւ ես երկու հանգամանքի վերաբերյալ ձեր ուշադրությունը կդարձնեմ։ Այս գրառումներում առկա են, որ դեպքի նախորդող օրերին արծարծվել է այդ տարածքում ինչ-որ խմորումների խոսակցությունների հանգուցալուծմանը մասնակից դառնալու ծնողների հետ առնչություն ունեցող գործող իշխանության կարկառու ներկայացուցիչներից մեկի անունը, որ ազգային ժողովի падգամավոր է, որը որոշակի առնչություն է ունեցել այդ նախորդող ժամանակահատվածում այդ կացարանում տիրող հարաբերությունների պարզման գործընթացին, եւ երկրորդը այս ինձ փոխանցված տեղեկություններում առկա է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող քրեական խմբավորումների ներկայացուցիչների անունից այդ տարածք ներկայանալու կամ ինչ-որ սպայական կազմի կամ զինծառայողների հետ ունեցած հնարավոր խնդիրների առկայության մասին, բայց ես խնդրում եմ ավել ինձանից ինֆորմացիա չակնկալել, ես ինչու եմ այս հանգամանքը հիմա բացում, որովհետև ենթադրում եմ, որ Եղիշե Հակոբյանը իր մերձավոր հարազատները, իր պաշտպանական թիմը նաև լսում է այս ամեն ինչը, եւ ես ակնկալում եմ մեկ անգամ եւս հորդորում եմ, որ համապատասխան տարածություն մեկ ամիս անց սկսվելու է մեղադրյալների հարցաքննությունը, որ Եղիշե Հակոբյանը հրապարակային ձեր ներկայությամբ իլուր հանրության եւ այս գործի բացահայտման նպատակով ներկայացնի ճշմարտությունը կամ ասի այն, ինչը մինչ օրս չի ասել եւ չի ցանկացել ասել ինչ-ինչ հանգամանքներում։ Ես պետք է անկեղծ ասեմ, վերջի շրջանում, վերջի 1 տարվա ընթացքում եղել են նաեւ ինձ տարբեր սոցիալական հարթակներով գրող կամ ինձ հետ հանդիպած կամ պատական փողոցում քայլելիս կամ չգիտեմ այլ հաղորդակցության միջոցներով ինձ հետ հաղորդակցության մեջ մտած անձիկ, որոնք փորձել են ինձ տեղեկություններ հաղորդել, որ Եղիշեն վախենում է, Եղիշեն կաշկանդված է, Եղիշեն, չգիտեմ, վախեցնում է Եղիշեին, Եղիշեն բան ունի ասելու, Եղիշեի հետ ընտանիքի հետ կապված խնդիրներ կան։ Ես միանգամից ուզում եմ ձեր միջոցով նաև փոխանցել հետևյալը. չկա ավելի ուրեմն թանկ արժեք, քան ուրեմն սեփական կյանքն է, սեփական ընտանիքի ճակատագիրն է, եւ ես ձեր միջոցով նաև հորդորում եմ մեկ անգամ եւս, եթե կա այս գործով ինչ-որ թաքցված իրողություն, ուղղակիորեն ես հորդորում եմ Եղիշեին եւ նրա պաշտպանին եւ մնացած մեղադրյալներին, որոնք տիրապետում են այս կամ այն տեղեկատվությունը, շատ շուտով մենք մտնելու ենք այդ փուլը, ուղղակի իմ հորդորն ու ակնկալիքն է, որ նրանք կարողանան ճիշտ ներկայացնեն իրականությունը։ Եվ երկրորդը, ես ցանկանում եմ այստեղ նաև մենք հետագայում մասնագիտական հարթության վրա ենք խորանալու այս հանգամանքի վրա, սիրելի բարեկամներ, 2025 թվականի նոյեմբերի 21-ի դատական նիստում դատակոչվել եւ հարցաքննվում էր Գիտությունների ազգային ակադեմիայի փորձաքննությունների ազգային բյուրոյի համապատասխան փորձաքննությունների բաժնի պետը Դավիթ, եթե չեմ սխալվում, Մելքումյան, ուրեմն բավականին պատրաստված իր գործի առումով եւ ինքը այդ դատական նիստում, ընդ որում դա հրապարակվել է բոլորիդ ներկայությամբ, բոլորը տիրապետում եք այդ տեղեկատվությանը, նշված փորձագետը ուղղակիորեն բացառեց, որ զինվորական կացարանում վառվող փայտե վառարանից կարող էր առաջանալ շմոր գազ։ Այստեղ ես ուղղակի քանի որ վերլուծել եմ այս ամեն ինչը, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքի վրա եւ նաեւ դրանով է պայմանավորված, որ մենք համապատասխան փուլում միջնորդելու ենք դատակոչել ու հարցաքննել դատաբժիշկներին,
որոնք իրականացրել են համապատասխան փորձաքննությունը։ Տեսեք, դատաբժիշկների կողմից տրված եզրակացության համաձայն զոհված զինծառայողների մահը վրա է հասել շմոլ գազի եւ այրվածքի, ընդ որում կենթանության օրոք, ջերմային այդ էներգիայի ուրեմն պատճառով։ Եվ հիմա իմ կարծիքով հետեւյալն է, նշված փորձագետը բացառել էր փայտե վառարանի շահագործման արդյունքում, որ կարող էր առաջանալ շմոլ գազ։ Դա նշանակում է, սիրելի բարեկամներ, որ դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները այն մասին, որ զինվոր զինծառայողների մահը վրա է հասել շմոլ գազի եւ ջերմային ներգործության միջոցով, ընդ որում կենթանության օրոք բավականին վիճահարույց է դառնում։ Այսինքն, խնդրում եմ, այստեղ մենք միասին վերլուծենք, այսինքն, եթե կացարանում շահագործվող վառարանից հնարավոր չէր շմոլ գազի առաջացումը, ապա հրդեհի բռնկման պահին կացարանում ենթադրաբար այլ գործունեության արդյունքում է առաջացած եղել շմոլ գազ, եթե զինծառայողների մահը մի պահ հավատալու լինենք պաշտոնական վարկածը, ինչպես կամ պնդում է պաշտոնական վարկածը, առաջացել է շմոլ գազի արդյունքում։ Եթե զինծառայողների մահը վրա է հասել շմոլ գազի արդյունքում, ապա տրամաբանական հարց է առաջանում, սիրելի բարեկամներ, որտեղից ու ինչ հանգամանքներում է առաջացել այդ շմոլ գազը եւ ամենակարևորը, որ պահից է սկսել առաջանալ։ Եթե մի պահ ընդունենք, որ Եղիշեի կողմից վառարանը վառելուց հետո է այն կրակը տարածվել, որի հետևանքով բռնկվել է կացարանի տանիքը, այրվել են այլ նյութեր եւ այդ նյութերից է ենթադրաբար շմոլ գազը առաջացել, ինչպես պնդում է պաշտոնական վարկածը, ապա հարց է առաջանում, դա ենթադրում է որոշակի ժամանակ, այսինքն առնվազն 5-ից 10 րոպե պետք էր, որպեսզի վառարանից կրակը հասներ տանիք, դռներ, այլ նյութեր այրվեին, որից առաջանա շմոլ գազ, այդ շմոլ գազից էլ զինծառայողները թունավորվեին եւ այդ տարածվող կրակի հետ զուգընթաց դառնար նրանց մահվան պատճառը։ Այդ դեպքում հարց առաջանում, այդ 5-10 րոպեն բավարար չէր արդյոք, որ զոհված զինծառայողները քնից արթնանային եւ ուղղակիորեն հեռանային այդ տարածքից, խուսափելով այդ ողբերգությունից։ Այդ դեպքում հարց առաջանում, այդ զինծառայողները, եթե վառարանի բռնկման պահին այլ շմոլ գազ չի եղել, իսկ մենք փորձագետը պնդում է, որ վառարանից չէր կարող առաջանալ շմոլ գազ։ Հարց է առաջանում, քնած զինծառայողները ինչու չեն արթնացել եւ հեռացել այդ տարածքից։ Հետեւաբար այս իրողությունների հանրագումարի համատեքստում այդ փորձագետի հայտնած տեղեկությունները մեզ համար էական են եւ մենք փորձենք դատաբժիշկների հարցաքննության ընթացքում, սիրելի բարեկամներ, ստանալ որոշ հարցերի պատասխաններ։ Բացի այդ նշված ուրեմն փորձագետը պնդելով այդ ամենը, նաև տեսականորեն ու գործնականում հնարավոր համարեց, ինչպես քիչ առաջ ասեցի, որ քննչական փորձարարություն կարող է իրականացվել այդ տարածքում։ Հարգելի բարեկամներ, ուրեմն ամփոփելով իմ խոսքը, ուզում եմ մեկ անգամ եւս շարադրենք հետեւյալը։ Անցած 3 տարիների ընթացքում մենք բազմաթիվ անգամներ առիթ ունեցել ենք անդրադառնալու եւ իրավական գնահատականներ տալու կատարված հանցագործությանը եւ հաջորդող գործընթացների վերաբերյալ եւ հանրագումարի բերելով ողբերգությանը հաջորդող իրադարձությունները, իրավասու մարմինների դրսևորած վարքագիծը, գործերի քննության ներկա ընթացքը, դժոխք կողմի հետ մենք բազմաթիվ անգամներ առիթեր ունեցել ենք քննարկելու այս ողբերգությունը եւ դրա արդյունքում իրականացվող քննության ընթացքը, վերահաստատում ենք մեր եզրակացությունը, որ ցավոք սրտի նախորդ 3 տարիների ընթացքում մենք պատասխանների փոխարեն ավելացել են հարցերը, մասնավորապես 3 տարվա ընթացքում ոչ միայն զինծառայողների ծնողները, այլև ողջ հասարակությունն այդպես էլ չիմացավ, թե իրականում ինչ է տեղի ունեցել եւ ինչ է թաքցվում հասարակությունից եւ որն է պատճառը, որ ճշմարտությունը թաքցվում է հասարակությունից։ Ծնողների եւ հասարակության կասկածները ոչ միայն չփարատվեցին, այլև ճիշտ հակառակը, իրավասու մարմինների ես միշտ ասել եմ եւ հիմա էլ վերահաստատում եմ, հնթի, ոչ կոմպետենտ, ոչ սրտացավ, ոչ պատասխանատու գործունեության արդյունքում հանրության կասկածները, ծնողների կասկածները ոչ միայն չփարատվեցին, ավելի մեծացան։ Եվ համոզմունք է ձևավորվել, որ հանցագործությունը ամեն ինչ արվեց չբացահայտվելու համար, մեղավոր անձած շրջանակը պարզելու եւ մեղավոր շրջանակը բացահայտելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար
կատարվեցին եւ չեն կատարվում անհրաժեշտ քայլերը։ Եվ դժոխք կողմը պատասխանատու կերպով հայտարարում է, որ սույն կողմից իրավասու մարմինների կողմից հնարավոր ամեն բան արվում է եւ համենայն դեպս աշխատանքի արդյունքն է ինձ այս ամեն ինչին բերել ծածկը դմփոց անելու որպեսզի մեզ համար անհասկանալի պատճառներով սույն գործի բացահայտման ուղղությամբ ճշմարտությունը ուրեմն չբացահայտվի։ Հարգելի բարեկամներ, նույնիսկ խնդրում եմ ես անցած տարի այս միտքը կրկին ընդգծել եմ, բայց հիմա էլ եմ ուզում ընդգծեմ։ Նույնիսկ եթե մենք առաջնորդվենք պաշտոնական վարկածի ուրեմն տրամաբանությամբ, անգամ այդ շրջանակներում չիրականացվեց այնպիսի անխոցելի քննություն, որը նույնիսկ իրենց առաջ քաշած վարկածը կդարձներ տրամաբանական։ Հետևաբար այս առումով եւ եթե նույնիսկ իրենց առաջ քաշած վարկածի շրջանակներում մենք գործ ունենք զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի, ուրեմն սարքերի հետ առնչվելու կանոնները խախտելու եւ պաշտոնական դիրքը չարաշելու կամ անփութության հետևանք առաջացնող իրողության հետ, սիրելի բարեկամներ, կրկնում եմ, եթե մենք նույնիսկ առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ուրեմն իրենք իրենց գործունեությամբ ապացուցում են, իրենք իրենց առաջ քաշած վարկածով հիմնավորում են, որ պատկերավոր ասած բանակում տիրել է բարդակ վիճակ, անպատասխանատու վիճակ եւ որի թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն, ինչպես անցած տարի եմ ասել, հիմա վերահաստատում եմ Նիկոլ Փաշինյանն է։ Հետևաբար սիրելի բարեկամներ, մեկ անգամ եւս մենք պնդում ենք, որ այս գործը բացահայտված չէ, ընթացող դատաքննության ընթացքը, զարգացումները, առնջատված մասով գործի քննությունը, ուրեմն չի գոհացնում դժոխք կողմին, ինչպես նաև հասարակությանը, եւ ծնողները, ինչպես առաջին ենք ասել, 1 տարի հետո ենք ասել, 2 տարի հետո ենք ասել, հիմա էլ ենք ասում, ընդհանրապես կտրականապես համաձայն չեն ուրեմն շրջանառության մեջ դրված մեղադրանքի հետ եւ անկեղծ ասած մենք մշտապես ընդգծել ենք հետեւյալը, որ եթե պետք է սլաքավարները պատասխան տան, իսկ իրական մեղավորները, կապիտ ասած, շնաձկները պլստան քրեական պատասխանատվությունից, դա առաջին հերթին մեծագույն անարգանք է լինելու ուրեմն զոհված զինծառայողների լուսավոր հիշատակի առաջ։ Եվ վերջում 1-2 հանգամանքի մասին ու ավարտեմ։ Մենք մշտապես ասել ենք եւ նույնիսկ ես փաստաբանական հարցումների միջոցով եմ դա փորձել պարզել եւ պաշտպանության նախարարից եւ զինվորական դատախազից մեզ համար իսկապես հարց մնաց, լավ, թողնենք այս 5 ֆորմալ մեղադրյալները որքան, բայց մենք այդ հարցերը բարձրացել ենք եւ նույնիսկ ասեմ ձեզ, իմ մոտ այս վերջի շրջանում նույնիսկ այդ մեր բարձրացած հարցերը 1 տարի առաջ, 2 տարի առաջ որ բարձրացնում ենք, նույնիսկ պաշտպանության կողմն էր փորձում սեփական մարտավարությունը կառուցել այս գործընթացն, այս հարցադրումների վրա փորձել ինչ-որ տպավորություն ձևավորել, բայց մենք ի սկզբանե հենց դեպքից հետո 1-2 ամիս անց այդ հարցադրումները բարձրացրել ենք եւ ինձ համար իսկապես ցավալի է, որ պետությունը, պետական ինստիտուցիոնալ մարմինները եւ կոմպետենտ մարմինները այդպես են մինչեւ հիմա չտվեցին այս հարցի պատասխանը։ Ի վերջո, երբանից ինչու եւ ում կողմից այդ շենքը հատկացվել որպես զինվորական կացարան, ինչ եզրակացության հիման վրա եւ այդ որոշում կայացնողները ինչու խստորեն չպատժվեցին, որովհետև այդ մակերեսով նման կացարանի հատկացնելը արդեն իսկ գործող իրավանորմերի կոպտագույն խախտում էր։ Ի սկզբանե այդ զինվորները չպետք է գտնվեին այդ կացարանում եւ նման պայմաններում չպետք է կազմակերպեր իրենց զինվորական ծառայությունը։ Եվ ի սկզբանե բոլորի համար պարզ էր, որ այդ զինվորական կացարանը որևէ ձևով չէր համապատասխանում պահանջվող ստանդարտներին։ Այն բարձրաստիճան պաշտոնյաները հաջորդը, որոնք այցելել էին նշված տարածք, իսկ մեր հարցումների արդյունքում նաեւ իրականացված ծառայողական քննության արդյունքներով է ապացուցվել, որ դեպքի նախորդող ժամանակաշրջանում եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ ընդունք մինչև զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրականացել են այդ զորամասում, այդ կացարանում ուսումնասիրություններ, ուրեմն զեկույց են պատրաստել, զեկուցագրեր են ներկայացել բարձրաստիճան պաշտոնյաների եւ ինչ հետևանք է առաջացրել։ Ավելին այդ զորամասում չէին խրատվել, որ այդ ողբերգությունից 1 ամիս առաջ այդ նույն զորամասի մեկ այլ հատվածում իհարկե մարտական դիրքում հրդեհ էր բռնկվել։ Հետևաբար
այդպես էլ չբացահայտվեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել դեպքին նախորդող ժամանակահատվածում։